Դեկտեմբերի 16-ից 21-ը այցելեք իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահ ձեր ամանորյա հրաշքի հետևից։ Սալիկներ, սանկերամիկա, պաստառներ, ջերուցում, լամինատ, դռներ եւ ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար մեկ վայրից։ Ողջույն հարգարժան տիկնոյք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Անցած շաբաթը նշանավորվեց եւս մի քանի ընդառաջ քայլերով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացման ճանապարհին։ Մասնավորապես հայտարարվեց այն մասին, որ Ադրբեջանից առաջին շարժակազմն է 22 վագոն բենզինով ուղևորվում դեպի Հայաստան, այն Հայաստանի տարածքում է, դրա հետ կապված եւ էկոնոմիկայի նախարարը եւ այդ բեռի պատվիրատու ընկերությունը հանդես եկան համապատասխան հայտարարություններով եւ ադրբեջանական մամուլում էլ որոշ հրապարակումներ եղան այն մասին, թե ինչու ոչ, իսկ ինչու ասենք Ադրբեջանից չպետք է պատվիրեն հայկական կոնյակը, կոմպոտները, մուրաբաները եւ նայելով սոցիալական մեդիայի արձագանքներին նայում ենք, որ մարդիկ դրան դրական են վերաբերվում։ Ինչ դրսևորումներ հետո կլինեն, կապրենք, կտեսնենք, բայց ուշագրավն այն է, որ այս ընթացքում Ռուսաստանը ակտիվացրել է իր փորձերը նորից հայտնվել Հայաստանի եւ Ադրբեջանի արանքում։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, մեր հյուրն է Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը, բարև եք եկել, պարոն Օրդուխանյան, ուրախ եմ նորից ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերից ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք ուշի հետևում եք այս դեպքերի զարգացմանը, թե ինչ է տեղի ունեցել եւ ով ինչ է ուզում անել սրա ֆոնին։ Մի կողմից մենք տեսնում ենք այն, որ ռուսները ասում են առանց մեծ թրիպը չի կառուցվի, մենք պետք է քննարկենք, թե ինչպես ենք մասնակցում այս ամենին։ Մյուս կողմից էլ սրտներում են, թե ռուսական բիզնեսը կորցրել է իր էնտուզիազմը Հայաստանում, հաշվի առնելով ռուսաստանցի բիզնեսմեն Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը եւ այլն եւ այդպես շարունակ։ Օվերչուկն եկավ Հայաստան, հանդիպում չեղավ վարչապետի հետ։ Եղավ մի ոչ մի բանի մասին միջկառավարական հանձնաժողովի նիստ եւ ստորագրվեց մի փաստաթուղթ, այդ նիստի ոչինչ չասող արձանագրությունը եւ ուրիշ ոչ մի բան։ Համեցեք։ Շնորհակալություն։ Նկատենք, որ Ռուսաստանի Դաշնությունը այս տարածաշրջանում որքան էլ որ ինչ որ չափով զիջել է դիրքերը, այնուամենայնիվ նպատակադրում ամբողջությամբ մեկուսանալու չունի եւ այն կախվածությունները, որոնք որ եղել են տարածաշրջանում Ռուսաստանից, մասնավորապես Հայաստանի կախվածությունը տարբեր բնակավարներում, այսօր որոշակիորեն նվազում է, բնականաբար սա անհանգստացնում է Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև արդյունքը ազդեցության նվազեցումն ու թուլացումն է լինելու, եւ քանի որ մենք տեսնում ենք, որ տարածաշրջանի ներսում արդեն տարբեր ձևաչափերով հարաբերություններ են ձևավորվում, այդ թվում նաև տասնամյակներ շարունակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների բացակայության ֆոնին եւ կարծես առաջին քայլերը հենց տնտեսական բնագավառի տիրույթում են, այսինքն փոխանակումներ, ներկրումներ եւ այլն, սա ցույց է տալիս, որ Հայաստանը իհարկե նշեցի տարբեր կախվածություններ է ունեցել էներգետիկ
ներկրումների տեսանկյունից տնտեսական գրեթե բոլոր բնագավառներում եւ Ադրբեջանից ձեր կողմից նշված այդ բենզինի ներկրումը բնականաբար սա որոշակի այլընտրանք է դիտարկվում եւ շուկայի դիվերսիֆիկացման տեսանկյունից եւ գների տեսանկյունից եւ բնականաբար կախվածությունները նվազեցնելու տեսանկյունից եւ սա մտահոգում է Ռուսաստանի Դաշնությանը իհարկե Ռուսաստանի Դաշնությունը այնպես չէ որ իր ամբողջ ռեսուրսը սպառել է եւ այդ թվում ոչ միայն Հայաստանի վրա ազդեցության տեսանկյունից, այլև Ադրբեջանի վրա ազդեցության տեսանկյունից, բայց այնուամենայնիվ ինչ որ միտումներ կան, որոնք ցույց են տալիս, որ թեկուզ այս իրավիճակում թեև ռուսական տարբեր ճնշումների ներքո, բայց փորձում է դիվերսիֆիկացում տեղի ունենալ եւ քանի որ շուկան ազատական է եւ բնականաբար նաեւ տնտեսվարողները իրենք ունեն իրենց որոշակի շահերը հետապնդում են իրենք փորձում են նաեւ իրենց բիզնես շահի տեսանկյունից այլ ընտրանքներ որոնել իսկ քանի որ շուկան ինչպես նշեցի ազատ է արդեն սպառող ինքը կորոշի թե որ ապրանքը գնի որը սպառի եւ սա ինչպիսի հետևանքներ կունենա Պարոն Օրդուխանյան, այնուամենայնիվ այս ընդառաջ քայլերը կամ խոսակցությունները դրա մասին նաև այսպես մի կոնսպիրոլոգիայով են, էլի, այսպես փարթամ ճյուղեր տալիս, մասնավորապես այն, որ մեկ էլ հայտարարություն է տարածվում, թե Հայաստանը սկսել է ֆինանսավորել Ադրբեջանի բանակը։ Հիմա այնտեղ էլ մի այսպես սոցիալական հարթակներում էլի ռուսերենով, հա, այն է, որ այդ բենզինը գնալու է Հայաստանի զինված ուժերին։ Այդ տեխնիկան լիցքավորելուն եւ այլն։ Հիմա պարզա որ այս ամենը ռուսական հարթության վրա է, հա, այս խոսակցությունները, որովհետև անհասկանալի է ինչի համար է այս ամենը խոսվում, հա, հիմա էլ ասենք թե այդ հայկական կոմպոտները ուղարկում ենք, որ ադրբեջանցի զինվորը խմի, գիտեք խնդիրը նրանք էլ փողը տալիս են, որ մենք էլ զենք առնենք եւ իրենց նպատակադրումը մեկն է, անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի կախվածությունը շարունակաբար մնա Ռուսաստանից, որովհետև միայն այս պարագայում է հնարավոր պահպանել ազդեցությունը, հետևապես այդ ազդեցությամբ նաև քաղաքական որոշումների վրա ունենալ կշիռ, այսինքն արտաքին ծանրությունը Հայաստանի պետականության վրա շարունակաբար կարող է պահպանվել, եթե Հայաստանը չի դիվերսիֆիկացնում իր քաղաքականությունը, իր տնտեսությունը, իր ներկրումները եւ այլն եւ այլն։ Այդ ամենը առանց լուրջ հիմնավոր փաստարկի նարատիվներ են, որովհետև Հայաստանը եւ շատ այլ պետություններ մեկը մյուսի հետ եւ առևտուր են անում եւ ունեն հակամարտ շահեր եւ ունեն համընկնող շահեր եւ գլոբալ տնտեսության մեջ այդպիսի պատճառաբանությունները շատ հիմնազուրկ են մենք մոռացանք խոսել թրիփի մասին դուք հարցը որ տվեցիք տեսեք հետաքրքիր բան է Հայաստանի համար թրիփը դառնում է կարևոր այլընտրանք կրկին իր կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից եւ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է մասնակցել սրան անպայմանորեն մասնակցել, որովհետեւ իր համար մենք գիտենք այն ուրեմն փաստաթղթով նոյեմբերի 9-ի կարծես թե վերահսկողությունն իրեն պետք է անցներ, հետևապես բոլոր դիվիդենդները պետք է Ռուսաստանի Դաշնությանը լինեն եւ Հայաստանը կրկին շարունակեր մնալ կախված Ռուսաստանի կամքից, Ռուսաստանի ցանկություններից իր արտաքին քաղաքականությունը որոշելու առումով։ Եվ սա է խնդիրը, որ ռուսները խոսում են այսօր թրիփի մասին, հավանաբար, քանի որ Միացյալ Նահանգների հետ ինչ որ եզրեր են փորձում գտնել ուկրաինական այսպես խնդրում լուծումների գնալու, գուցե նաև մտածում են, որ եթե դա գործարք է, իսկ Միացյալ Նահանգների այսօրվա վարչակազմը գործարքներ է կարծես թե սիրում, գուցե տրանզակցիոն, այո, մի գործարք էլ առաջարկեն թրիփի մասով, այնպես որ մենք պետք է նաև այս պարագայում շատ աչալուրջ լինենք եւ հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ մասնավորապես
տնտեսական համադրելի շահերի պարագայում այլ սուբյեկտների ներկայացվածությունը, որը որ նպատակադրված է իրականում ստրատեգիապես այլ բան անելու, այսինքն Ռուսաստանի Դաշնության մասին է խոսքը, փորձել այնպես անել, որ նման զարգացումներ չլինեն, որովհետև եթե Հայաստանի հետ ենթադրենք չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանը, չբացառենք, որ կարող է նման հարցեր քննարկել նաև Միացյալ Նահանգների հետ, եւ հետեւապես հայ-ամերիկյան կոնսորցիումը որքան արագ կազմավորվի եւ սկսի աշխատել, այնքան նաև այդ ռիսկերը կարող են նվազել։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունը ինքը չի ուզում ընդունել այն իրողությունները, որոնք որ ձևավորվում են այս տարածաշրջանում, եթե մենք խոսում ենք տարածաշրջանի ապաշրջափակման մասին, բնականաբար այս ամենը պետք է տեղի ունենա, պետք է տեղի ունենան բեռնափոխադրումներ եւ այլն, եւ իր հակադրությունն էլ հենց ուղղակիորեն ցույց է տալիս, որ իր շահերը ամենևին տարածաշրջանի ապաշրջափակման մեջ չեն, այլ հակառակը տարածաշրջանը իր ազդեցության տակ, հետևապես իր վերահսկողությամբ։ Եվ սա է խնդիրը, որ ցանկացած դիվերսիֆիկացիոն քայլ ընկալվում է որպես բացասական Ռուսաստանի շահերի համար այս տարածաշրջանում եւ ինքը փորձելու է հակազդել թե արտաքին լծակներով, թե նաեւ ներքին տարբեր ռեսուրսներով, որոնք որ երբեմն այսպես ակտիվացնում է։ Այսինքն մեր դիվերսիֆիկացիայի նուված ցանկացած քայլ Ռուսաստանը դիտարկում է որպես հակառուսական, հա? Իրենք հակառուսականություն են դա ներկայացնում, բայց ուղղակիորեն հակասում է իրենց շահերին այս տարածաշրջանում եւ պարզ է, որ իրենք համերաշխ չեն լինելու այդ քայլերի հետ եւ փորձելու են տարբեր ուղիներով փնտրել մուտք դեպի այդ նոր ձևաչափեր, դեպի այդ նոր նախագծեր եւ մասնավորապես թրիփ, քանի որ թերևս մինչ օրս Ռուսաստանի, չէ, ռուսաստանյան կազմակերպությանն է հարավկովկասյան երկաթուղիներ, երկաթգծերը, ես կարծում եմ սա մեր համար կարևոր խնդիր է։ Եթե մնալու է ռուսական կառավարման ներքո երկաթգիծը, իրենք գոնե այն հատվածով, որ այսօր իրենց տիրապետության տակ է, չէ, պետք է որ մասնակցեն այդ ծրագրին։ Հիմա ենթադրենք թրիփի մասով անցնող երկաթգիծը ռուսական չի լինում, նոր կառուցվում է, բայց եթե գալու է Երասխ, հետո գալու է Գյումրի եւ այլն, այդ հատվածը այս պայդրությամբ իրենց չէ կառավարման տակ է։ Հետևաբար մենք այս հարցերի պատասխանները պետք է գտնենք։ Իսկ ինչու պետք է թողնել, որ հարավկովկասյան երկաթուղին շարունակի մնալ Հայաստանում։ Եթե այս տասնամյակների ընթացքում մենք ոչ մի արդիականացում չենք տեսել, հակառակը մենք գիտենք շատ հատվածներում երկաթգիծը ուղղակի ապամեկաժվել է։ Այսինքն հակառակ process-ն է տեղի ունեցել։ Հիմա սա էլ ռուսական կապիտալով մի այլ ընկերություն է, ինչպես հեցներ, ինչպես նաև այլ ընկերություններ կան։ Եթե մենք ունենալու ենք ռազմավարական սպառնալիքներ այս տեսանկյունից, որոնք հետագայում խանգարելու են նաև կոմունիկացիաների վերագործարկմանը այ նշված հռչակագրում Վաշինգտոնյան սուվերենության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո, մենք պետք է նաև մեր այս ռեսուրսը մեր տիրապետության տակ վերադարձնենք, որովհետեւ այսպես մասնակի երկաթգծին տիրապետելով, պարզ է, չէ, այդ հատվածով անցավ, բա հետո գալու է եւ հարավկովկասյան երկաթուղիներով չէ պետքա գնա, համենայն դեպս այս պահիդրությամբ այդպես է։ Լինի դա Վրաստան, թե լինի Թուրքիա։ Այո, հիմա եթե մենք դա թողում ենք, հետեւապես թողում ենք նաեւ ռուսական ազդեցությունը, կամա թե ակամա այդ հարցում։ Պարոն Աբդուխանյան, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը ուղղակի ամեն ինչն է գործիքավորել, այսպես, հա, Հայաստանում ներկայություն լինի դա հենց բուն իր ներկայությունը սահմանապահների թե բազայի ձևով, լինի դա բիզնեսը, լինեն դա առանձին մարդիկ, լինեն նաև, այսպես ասենք, իրենց ազդեցության այդ պրոքսի խմբերը, ուժերը, պրոպագանդան եւ այլն։ Ամեն ինչ այսօր աշխատում է միայն դրա համար, հա, այլ ոչ թե բիզնես տրամաբանությամբ կամ եւ այլն։ Բնականաբար։ Ահա, հիմա դե Հայաստանն էլ հասկանալով ինչի մասին է խոսքը, Եվրամիության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ
Եվրամիության օժանդակությամբ մեծացնի իր հնարավորությունները այդ հիբրիդային սպառնալիքները հաղթահարելու համար։ Մենք տեսնում ենք, որ հենց լուրը անգամ իսկ եկավ, հենց այդ հիբրիդային պատերազմի այսպես ներքին ֆրոնտի այդ զորատեսակները, ստորաբաժանումները միանգամից այսպես այն ազդակի այն հրթիռները արձակեցին, որ մենք այստեղ ենք ու մեր դուրս սա չի գալիս։ Դա ուղիղ ցույց տվեց, որ հենց հիբրիդային պատերազմ մղողը իրենք են։ Եվ դա իրենց դեմ է։ Եթե դա իրենց շահերին չհակասեր, բնականաբար նման արձագանք չէր լինի։ Ներքին օղակները կան, տեղեկատվական հոգեբանական գրոհը կա, բայց այդ հիբրիդային պատերազմը ունի նաև այլ գործոններ, որոնք մենք այսքան շատ չենք քննարկում, բայց դրանք հիմնասյունային են։ Օրինակ, եթե Հայաստանի եւ իր հարևան պետությունների միջեւ շարունակում է երրորդ պետության ծառայություններ լինել, սահմանների մասին է խոսքը։ Հիմա սա հիբրիդային պատերազմի մասնիկ չէ, դա գործոն չէ, որը ազդում է այդ հիբրիդային պատերազմը իրականացնելուն։ Շատ բարձ ասեմ, եթե Հայաստանի եւ Իրանի սահմանի միջեւ մինչ օրս կան ռուս սահմանապահներ, արդյոք այդ գործոնը չի ազդում այդ հատվածի վրա առնվազն Հայաստանում իրականացվող քաղաքականության եւ ռուսական եւ իրանական շահերի մեջ։ Մենք տեսանք նաև Իրանից, չէ, որոշ հայտարարություններ թրիփի մասով բացասական քողի տակ, իսկ նախկինում դա չկար։ Հիմա եթե մենք ուզում ենք Իրանի հետ ունենալ ուղիղ հարաբերություններ եւ ոչ միջնորդավորված շահեր, մենք պետք է արագ այդ հարցը լուծենք։ Այսինքն հայ-իրանական սահմանից, որտեղ չկա որևէ սպառնալիք, պետք է ռուսական ուժերը դուրս գան, սահմանապահ ուժերը։ Նույնը Թուրքիայի պարագայում եւ բնականաբար ցանկացած պետություն ինքն իր բոլոր սահմանները պետք է վերահսկի, հետեւապես իր հարաբերությունների հարևանների հետ այդ պարագայում դադարում են լինել միջնորդավորված։ Եթե կա միջնորդ, կա միջնորդի շահ, եւ այդ միջնորդի շահը ազդում է կողմերի միջև հարաբերությունների վրա։ Սա ուղղակի փաստ է։ Սա որպես մի գործիք, ռուսական ռազմաբազան որպես մեկ այլ գործիք։ Ներքին տարբեր խմբակները, որոնք տեղեկատվական այդ հոգեբանական գրոհը իմպլեմենտացնողներն են, հա։ Եվ մենք խոսում ենք այդ ազատությունների մասին 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Այսինքն եվրոպական կողմ, որը փորձում է մեզ աջակցել այդ հանգամանքների դեմ պայքարում, բայց մենք շարունակում ենք մեր ներսում ունենալ այն գործոնները, որոնք այդ հիբրիդային պատերազմը մղողներն են մեր դեմ։ Հիմա մենք ինչպես ենք չեզոք հասնելու դա։ Վերցնենք տեղեկատվական դաշտը, շատ պարզ բան ասեմ, եթե մենք այսպես սա ուղիղ ալեհավաքային այդ համակարգով օրինակ փորձում ենք, չգիտեմ, հերոստատեսություն ունենալ, չէ։ Ես պարզ օրինակ ասեմ, հերոստա ալիքներ։ Ռուսական ալիքները ավելի հավանաբար ուժեղ են հեռարձակվում, քան մեր պետական որոշ ալիքները, թվում հանրային է, որ ես պարզ ասեմ, տեղեր կան, չի բռնում, ինչպես ժողովուրդն է ասում, հանրային մեր հերոստատեսության ալիքը սովորական ալեհավաքով, բայց ռուսականները բռնում են։ Եվ մի քանիսը։ Հիմա եթե մենք խոսում ենք, որ մեր նկատմամբ կա տեղեկատվական գրոհ, մեզ ըստ էության հայտնի է, թե որտեղից է տեղեկատվական գրոհը, բայց մենք այդ տեղեկատվական գրոհի օջախները թողում ենք շարունակել իրենց աշխատանքը, բնականաբար այդ տեղեկատվական գրոհներն են շարունակվելու։ Այսինքն այստեղ մի կողմից մի բան ասել, բայց այդ սպառնալիքները թողել, որոնք մենք համարում ենք մեր պետականության դեմ, ժողովրդավարության դեմ սպառնալիքներ, նշանակում է մենք այդքան էլ ամբողջական ջանքով չենք պայքարում, որպեսզի այդ հիբրիդային պատերազմի գործոնները չազդեն մեր հասարակության գիտակցության վրա։ Եվ սա եւս մի կարևոր հանգամանք է։ Հիմա եթե այդպես խորանանք, շատերը կարելի է նշել, որոնք շատ ակտիվ գործում են մեր հասարակության մեջ, որոնք տարբեր մակարդակներում եւ միջավայրերում եւ ոլորտներում շատ լավ հանդիպումներ են ունենում, համատեղ միջոցառումներ են իրականացնում եւ այլն եւ այլն։ Հիմա եթե դա հիբրիդային պատերազմ ենք մենք դիտարկում, ոնց է ստացվում, որ մենք նաև միևնույն ժամանակ ինչ որ հարցերում
այսպես լավագույնս համագործակցում ենք այդ սպառնալիքի օջախները թողնում ենք որպեսզի շարունակեն այդ սպառնալիքները տարածել եւ այլն հարցեր շատ կան եւ եթե մենք իսկապես ուզում ենք մեր պայքարը լինի արդյունավետ մենք պետք է շատ ավելի ամուր գործիքակազմով պայքարենք դրա դեմ եւ ավելի հետեւողական տրամաբանական հետեւողականություն ապահովենք դրանում այո մի բան էլ նշեմ տեսեք ես ամենը արվում է ընտրություններին ընդառաջ չէ հիմա եթե մենք մի փոքր շրջահայաց ենք լինում, տեսեք ինչ է տեղի ունենում, այդ հիբրիդային օջախները, որոնք որ կան եւ որոնց ուղղորդումը նաեւ դրսից է, գաղափարական տեսանկյունից, ֆինանսական հավանաբար աջակցության տեսանկյունից, այդ հատվածում ռեբրենդինգ է տեղի ունենում։ Այո։ Եվ սա առաջին հայացքից կարևոր չէ, բայց խորքի տեսանկյունից չափազանց կարևոր է։ Տեսեք, մի բան ասեմ, 26 թվականի ընտրություններին առասարակ նաև մասնակցել են նրանք, ում 18 տարին լրանում է, չէ՞, 26-ին։ Այսինքն ստացվում է 2008 թվականին ծնվածները, որոնք հոկտեմբերի 27 չեն տեսել, որոնք ըստ էության մարտի 1 չեն տեսել, այսինքն դեռևս քաղաքականապես հասուն չեն եղել, որ այդ ամենը ընկալեն եւ այդ ամենի հաշվառումով եւ քաղաքական հիշողությամբ գնան ընտրությունների, չէ՞։ Հիմա այդ սերունդը, երիտասարդ սերունդը, որը ամենաակտիվ հատվածն է ընտրություններին մասնակցող, ինքը գնալու է ընտրությունների մասնակցի, բայց այդ ուժերը, այդ հիբրիդային իրենք ինչ են արել, ռեբրենդինգ են գնացել, են հին դեմքերով չեն, նորերն են, իրենց զավակներն են, իրենց հարազատներն են եւ սա եթե թվում է կարեւոր չէ, չափազանց կարեւոր բան է, այսինքն այս սերունդը, որը որ գնալու է հիմա ընտրությունների մասնակցի, կրկնում եմ, ինքը հոկտեմբերի 27 չի տեսել, որ իմանա դա ինչ ազդեցություններ է ունեցել, ինքը չի տեսել մարտի 1, այսինքն այն իշխանությունները նախորդով, որոնք որ եղել են եւ որոնց քաղաքականությունը հանգեցրեց 2018-ին հեղափոխության, չէ՞։ Այդ հեղափոխությունը արդեն հեղափոխությամբ եկած քաղաքական ուժը արդեն 7 տարի իշխում է եւ ըստ էության հաջորդ տարի լրանում է 8 տարին։ Իրենք այս ուժին են տեսել, որպես քաղաքականապես արդեն գիտակից հանդրույթ, որը վաղը պետք է գնա ընտրությունների։ Հիմա այս հատվածի համար նրանք այդ նոր բրենդավորվածները, վերաբրենդավորվածները, դրանք նոր ուժեր են ստացվում է։ Եվ այստեղ մենք աշխատելու տեղ ունենք, որովհետև երիտասարդ դեմքերով են գալիս, շատ կարծես թե հանրությանը եւ երիտասարդներին փորձում են ներգրավվել դեպի իրենց, չէ՞, նոր դեմքերով, բայց մեզ հասկանալ է, որ դրա հիմքը այլ բան է։ Հիմա մենք սա դիտարկում ենք որպես հիբրիդային գործիք, թե ոչ։ Եվ մենք սրա դեմ պայքարում ենք, թե չենք պայքարում։ Այսինքն այդ հիբրիդայինը միայն այն չի, որ ասում են, այդպես վերացական հիբրիդային, որն է կոնկրետ նշեք, որ գործոններն են հիբրիդային համարվում, եւ եկեք այդ գործոնների դեմ պայքարենք, որպեսզի դրանց ազդեցությունը լինի նվազ եւ մեզ չշեղի մեր պետականության, մեր ինքնիշխանության եւ մեր ընտրած ժողովրդավարական ուղուց։ Եվ դա պետության պարտականությունն է, ոչ թե քաղաքական նախապատվության հարցը։ Այո։ Պարոն Աբդուխանյան, նաև այս նույն տրամաբանության մեջ այդ process-ներն են ակտիվացել եկեղեցու հետ կապված։ Եվ մենք տեսնում ենք, որ եթե մինչ այդ ինչ-որ կուսակրոնությունից, մեկից մյուսից էին խոսում, հիմա ուղղակի պարզ արդեն KGB-ի ագենտ լինել չլինելու, դրսից կառավարվել չկառավարվելու, քաղաքականությանը խառնվել չխառնվելու, այդ հարթությունների վրա է հարցը դիտարկվում եւ դատելով էլ այն, որ Ռուսաստանից ինչ աստիճանի է ոգեշնչվում, ռուսական մամուլն էլ ուղղակի բաց տեքստով, հա, հրապարակման մեջ էլ գրում է, որ սա ռուսական ազդեցության վերջին բաստիոնն է Հայաստանում, փաստորը, լավ ինչ անենք սրա հետ։ Ես չի ասի վերջինն է, բայց հավանաբար ամենաազդեցիկներից մեկն է, որտեղ հիմա նախորդի մենք տարբեր գործոններ նշեցինք, որոնք նույնպես տրամաբանության մեջ են տեղավորվում, բայց եկեք մի բան նկատենք, որ եթե այլ հիբրիդային գործիքների դեմ պայքարելը ինչ որ չափով կարող է լինել արդյունավետ կամ չէ մեթոդաբանության տեսանկյունից,
Ես չեմ ուզում նշել եկեղեցին, բայց նշենք այն վերնախավը, որը ղեկավարում է այս կառույցը, հա։ Եվ սա էլ է մի փոքր թյուր կարծիք ստեղծում, թե պայքարը եկեղեցու դեմ է, բնավ այդպես չէ, բայց հասկանալի է, որ եկեղեցին ինստիտուցիոնալապես ամենակայացած կառույցն է։ Դարերի փորձություն, հազարամյակներ, դարերի փորձություն, սա այն կառույցն է, որը Օսմանյան կայսրություն է տեսել, որը ցարիզմ է տեսել, որը խորհրդային միություն է տեսել, պատկերացնում եք որքան թրծված է։ Եվ այդ մեթոդներով, որով որ այսօր պայքար է տարվում այդ սպառնալիքները ենթադրենք դրսից կառավարվողների նկատմամբ չեզոքացնելու համար, մենք տեսնում ենք, չէ՞ որ արդյունավետ չի։ Մեթոդաբանության մասին է խոսքը։ Հիմա տեսեք ինչ է պարզ դառնում։ Պարզ է դառնում, որ մի բարձրաստիճան հոգևորական հավաքագրված է եղել, կարծեմ 1986 թվականին, չէ՞։ Դե եկեք մի հատ հայմատություն ենք։ Ստացվում է որ 40 տարի հետո, գրեթե 40, 26 թվին կլրանա 40 տարի հետո բացահայտվել է ինչ որ մեկի գործակալ լինելը։ 40 տարի հետո, գրեթե կես դար հետո։ Բայց հարց է առաջանում, իսկ այսօր կան գործակալներ եւ այդ գործակալները երբ են բացահայտվելու։ Կարող է մի 40 տարի էլ պետք է սպասենք, որ իրանք բացահայտվեն։ Արդյունավետության մասին է հարցը, որովհետև մենք հասկանում ենք, որ տարբեր փաստարկներ, որոնք որ բերվեցին եւ ինչպես դուք նշեցիք, բարոյական դաշտից, կանոնական դաշտից, մինչեւ իրավական հարթություն, տարբեր փուլերով ենք գնում։ Այնուամենայնիվ, այս մարդիկ շարունակում են դեռ մնալ իրենց տեղում, չէ, եւ շարունակում են բանեցնել իրենց ազդեցությունը։ Հիմա հարց պետք է տան մարդիկ իրենց այդ մեթոդները պայքարի, որքանով են արդյունավետ կամ հակառակ անարդյունավետ։ Արդյոք սենսացիա է, որ 40 տարի հետո բացահայտվում է ինչ-որ մեկի գործակալ լինելը։ Արդյոք չկան այսօր մարդիկ, ովքեր այս պահին են գործակալ, բայց իրենց բացահայտումը երբ է տեղի ունենալու։ Այսօր է տեղի ունենալու, էլի պետք է տասնամյակներ հետո դա տեղի ունենա։ Բազմաթիվ են հարցերը։ Լավ կլինի, որ եւ ճշմարիտ կլինի, որպեսզի այդ հարցը լուծվի հենց եկեղեցու ներսում։ Մի անգամ առիթ եղել է ասել եմ, եթե այդ եպիսկոպոսներին 10-ին ավելին միանան եպիսկոպոսներ արկել, այսինքն եկեղեցու ներսում, բնականաբար այս հարցը ավելի հեշտ կլինի լուծել։ Բայց հիմա եկեք նայենք մի քանի սցենարներ, էլի ենթադրաբար, ասենք այսպես չի ստացվում։ Հիմա ասենք չի բացառվում, որ գուցե կարող է քրեական հետապնդում էլ լինել, եթե ինչ-որ հիմքեր պարզվեն։ Այո։ Հա բայց արդյոք այդ հետապնդումը հանգեցնելու է նրան, որ այդ մարդը հրաժարական տա։ Կա նման վստահություն։ Իսկ եթե չի տալիս, պատկերացնում եք ինչ է դառնում։ Այսինքն ինքը պահպանում է այդ կարգավիճակը, մի հատ էլ դրան գումարում են արդեն այդ հիբրիդային պատերազմի մեջ այնքան լծակներ իրենք կստանան։ Այսպես ճակերտներում ասեմ, կարող են նույնիսկ հավասարեցնել Գրիգոր Լուսավորչին ում զնդանը նետեցին, Տրթատը հիշում եք։ Մարտիրոս համար։ Հասկանում եք, այսինքն շատ բարդ իրավիճակ է իրականում, եւ բնականաբար պետք է այդ հարցը փորձել։ Հնարավոր է անաղմուկ ներքին դաշտում կազմակերպել եւ լուծել, որովհետեւ իրենք էլ այսպես են նայում հարցին։ Ասում են դե հիմա ընտրություններ մնացել է 5-6 ամիս, չէ՞։ Հիմա ինչ անենք, թող տանեն, ենթադրենք մեզ է կալանավորեն։ Օրինակ, կարող են, չէ՞, այդպես մտածել։ Հա կնստենք մի 5 ամիս էլ, մի 6 ամիս էլ, հետո կտեսնենք ինչ է լինում։ Բարդ է իրավիճակը։ Դրա համար այս պայքարը սկսելուց առաջ պետք է շատ լավ հաշվարկել քայլերի հաջորդականությունը եւ նաեւ դրանց հետևանքները ինչպիսին են լինելու, որովհետեւ մենք տեսնում ենք, որ օրինակ վերնախավը, ղեկավար կազմը եկեղեցու այնպես չի որ հակված է հրաժարական տալու եւ մի քանի օր առաջ այո տեղի ունեցած իրադարձություններն էլ վկայեցին այդ մասին։ Շնորհակալ եմ, պարոն Օրբուխյան։ Ձեր շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար հետևենք դեպքերի ընթացքին եւ ձեզ բարբերաբար դիմենք մեկնաբանությունների համար։ Միշտ նոր հանդիպում, ամեն ինչ։
Մենք զրուցեցինք մեր գործընկեր Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանի հետ լսեցինք իր դիտարկումները կապված մեր տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին, ռուսական ազդեցությանը եւ մեր անելիքին այդ ազդեցությանը դիմագրավելու գործում։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։